Քննարկում ենք հարց համար 6-ը Երևանի Downtown քաղաքաշինական ծրագրի մեկնարկի մասին հարցազեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին ձեռք բերողի այն է DT Construction եւ DT Development փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքելու կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի Իսակով եւ Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով Պասկևիչի բլուր աշխարհագրական անվանումով տարածքով եւ Պասկևիչի բլուրից դեպի հարավ դեպի Հրազդանի կիրճ ուրեմն գտնվող տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները պարտականությունները եւ պատասխանատվությունները սահմանող պայմանագիր կնքել, պարոն վարչապետ, առաջարկում եմ նախագծի հետ կապված, արդեն բուն ծրագրի հետ կապված մանրամասները ներկայացնի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Համեցեք, պարոն։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը գնում է Նորագյուղ թաղամասի եւ հարակից տարածքների 83.9 հեկտար տարածքի մասին եւ այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքի համար։ Այս 83.9 հեկտարների վրա մենք ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մենք ունենում ենք մոտավորապես 2-ից 2.5 միլիոն քառակուսիմետր կառուցապատում, շուրջ 155 շենք, 65,000 բնակչի համար։ Եվ այս հատվածը կարելի ասել էականորեն ենթադրվում է, որ բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։ Ինչ է տալու, ինչ հնարավորություններ է տալիս այս ծրագրի իրականացումը, առաջին հերթին այն շուկայի պահանջարկը կառուցապատման ոլորտում, որը մենք ունենք, մենք կարելի ասել որոշակիորեն ուղղորդում ենք այն տրամաբանությամբ, որը որ հարկավոր է քաղաքին։ Իսկ այս պայմանությամբ քաղաքին հարկավոր է որոշակիորեն բեռնաթափել կենտրոնը եւ քաղաքին հարկավոր է լուծել Նորագյուղ թաղամասի խնդիրը։ Դեռևս 2023 թվականին Նորագյուղ թաղամասում մի հանդիպման ժամանակ բնակիչների հետ կարելի ասել իրենցից եղավ առաջարկ, որ իրականացվի ներդրումային ծրագիր, որը որ թույլ կտա իրենց ենթակառուցվածքային այդ բոլոր, այսինքն այնտեղ շատ բազմաթիվ հարցեր կան թաղամասում, գոյուղուց սկսած ճանապարհների նեղությունով ավարտած եւ ընդհանուր առմամբ բնակիչները հենց իրենք են առաջարկել նմանատիպ ծրագիր իրականացնել։ Նորագյուղ թաղամասի փոխարեն Downtown թաղամասի ստեղծումը նորարարական նոր տեսակի թաղամաս է լինելու բարձրարկ շենքերով եւ հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած նաեւ 30% չափաբաժնով եւ այս հատվածում մենք ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Խնդիրներից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է։ Մոտավորապես 250 հեկտար անտառային տարածքներ, դրան հարակից, այսինքն Նորագյուղ թաղամասի դիմացի մայթին, մենք ենթադրում ենք, որ այս ծրագրով գեներացված ֆինանսներով կարողանալու ենք իրականացնել։ Երևանյան լճի մաքրման աշխատանքները եւ ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես ենթադրում ենք, որ այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը նշեցի, դա իհարկե փոքր կենտրոնի բեռնաթափումն է եւ այս ծրագիրը տարբեր ժամանակներ փորձեր են եղել իրականացնել դեռևս 20-րդ դարի առաջին կեսում կան նախագծեր, գլխավոր հատակագծեր այս հատվածում, որոնք որ հենց այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց դրանք երբևէ կյանքի չեն կոչվել եւ հիմա մենք փաստացի հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը։ Պարոն Ավինյան, ճիշտ եմ հասկանում, որ խոսքը Նորագյուղ բոլորիս հայտնի Նորագյուղ թաղամասի տարածքում, այսինքն բնակիչներից գնելը տարածքները եւ այդտեղ ներդրումային ծրագիր, այսինքն թաղամաս կառուցելու մասին է, որը Downtown ենք անվանում կամ պայմանական անուն է, սա թե հենց տենց է կոչվում նախագիծը։ Իրականում սա նախնական անունն է, պարոն վարչապետ, եւ իրականում դեռևս
չենք քննարկել թաղամասի անվանումը։ Downtown տերմինը ընդհանուր առմամբ օգտագործում է բոլոր խոշոր մայրաքաղաքներում այն հատվածի համար, որտեղ որ այս նորարարական նոր բարձրահարկ երկնաքերերով թաղամասերն են եւ դրանք հիմնականում կոչվում են կամ downtown կամ city կամ Այսինքն այստեղ ընդհանուր երկնաքեր կարա՞լ։ այո, այստեղ Այսինքն ենթադրվում քանի է հարկանի նկատի ունի։ Վարչապետ մինչև 70 հարկանի երկնաքեր։ Հիմա Երևանում ամենաբարձր շենքը ինչքան է, ով գիտեք դուք։ Ունենք նախագծեր, Չէ, կառուցված, որ արդեն կանգնած են այդ շենք։ Կյանքից հետո։ մենք Երևանում ունենք արդեն նույնիսկ նախագծեր, որոնք որ մոտ 50 հարկանի են։ Այսինքն հիմա մեր սեյսմիկ պայմաններ եւ այլն այդ ամեն նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս այդ բոլոր խնդիրները լուծել։ Հա, վարչապետ, դրանք տենց ինժեներական աշխատանքներ են եւ հաշվի առնելով գրունտը, հաշվի առնելով այն սեյսմիկ իրավիճակը, որ մեր տարածաշրջանը ունի, դրանք լուծելի են։ Այսինքն, եթե դրանք լուծելի են Ճապոնիայի նման երկրներում, մեզ մոտ նույնպես լուծելի են։ Շատ լավ։ Մեր քննարկումների ժամանակ ճիշտն ասած, չգիտեմ ինչքանով է պատեհ խոստովանել դա, բայց ես Նորագյուղ թաղամասի մասին ահագին բան իմացա, նախ այնտեղի դուք նշեցիք ձեր խոսքում, որ ընդհանուր ես չգիտեմ ամբողջական կամ մասամբ կոյուղի չկա եւ այլն տենց բաներ, մայրաքաղաքում էլի դա եւ այդտեղ նաեւ մենք քննարկել ենք, որ այնուամենայնիվ այդտեղ մեխանիզմները դրել ենք, որ բնակիչների բաները, շահերը եւ հետաքրքրությունները հնարավորինս պաշտպանվեն, չնայած մեր օրենսդրությունը, որ մենք վերջին ընդունեցինք արդեն, ընդունվեց ազգային ժողովում։ Առաջին ընթերցմամբ ընդունվել է, մենք այնտեղ ինչ խնդիր ենք լուծել, մենք այնտեղ խնդիր ենք լուծել, որ շուկայական արժեք պլյուս ինչ որ մի բան մարդիկ ստանան, բայց մյուս կողմից էլ տենց դեպքեր չլինեն, որ ենթադրենք 2-3 դեպքով տարաձայնությունների համար տասնյակ միլիարդավոր դրամների ծրագրերը կանգնում են եւ շղթայական նեգատիվ process-ներ են առաջանում եւ սա շատ կարեւոր է եւ պարոն Ավինյան, ասենց մի հարց էլ կա եւ դեռ 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի առաջ խնդիր եմ դրել, որ Դալմայի այգու անձեռնմխելիությունը հետագա այն պլանով, որ այդտեղ պետք է լինի քաղաքային մեծ այգի առանց կառուցապատման, այսինքն քաղաքային անտառ այգի, այդ խնդիրը դրվել է, այս ծրագրով այդ տեսլականին որևէ ձևով մենք չենք դիպչում, չէ՞։ Վարչապետ, ուղիղ հակառակը իրականում Երևանի քաղաքապետարանը պատվիրել է այսպես կոչված feasibility տեխնիկատնտեսական մի աշխատանք, որը արվել է Դալմայի այգիներում, այդ 250 հեկտար տարածքի վրա եւ այդտեղ ենթադրվում է, որ այդ հողերը պետք է մնան կանաչ ֆոնդի եւ այդտեղ ուզում ենք իրականացնել նախագիծ, որը կդառնա Դալմայի անտառ պուրակ, այսինքն 250 հեկտար տարածքում խիտ անտառապատ պուրակ պետք է ստեղծենք, որը Երևան քաղաքում էականորեն կանաչ ֆոնդի քանակը ավելացնում է։ Մի քանի բան մեխանիզմների մասին կուզեի նշել, պարոն փոխվարչապետի, պարոն Խաչատրյանի առաջարկով մենք իրականացրել ենք մի այսպիսի մոդել, ունենք երկու հիմնական տարածք, բլրի հատվածը, որտեղ որ խիտ բնակեցված է եւ այնտեղ կան բազմաթիվ ընտանիքներ, եւ ունենք հարթավայրային հատվածը, որը հիմնականում պատկանում է կամ համայնքին կամ պետությանը կամ մի քանի խոշոր սեփականատերերին։ Մենք թույլ ենք տալու ավելի այսպես ասած հեշտ հատվածում իրականացնել կառուցապատում միայն այն պարագայում, եթե կառուցապատողը կարողացել է ազատել բլրային հատվածում, այսինքն մարդկանց փոխհատուցել է մի ինչ-որ լոտում եւ դրա կրկնակի չափով քառակուսի մետր տարածք ստանում է հարթավայրային հատվածում, կարծում եմ շատ կարեւոր մոտիվացիա է կառուցապատողի համար առաջին հերթին բանակցել մարդկանց հետ։ Դուք նշեցիք շուկայական, այստեղ ֆիքսած է հենց
ֆինանսական մոդելում, որ շուկայական արժեքը գումարած 30% է լինելու փոխհատուցման չափը եւ իհարկե մեր օրենսդրությամբ դա էլ հենց նախատեսվում է, եթե կա համաձայնություն եւ ընդհանուր առմամբ կարծում եմ բոլոր առումներով ինքը դրական ծրագիր է, բարդ ծրագիր է լինելու, մոտավորապես տևողությունը ենթադրվում է, որ 10 տարի կտևի, բայց եւ կենտրոնի բեռնաթափման համար եւ նորագյուղ թաղամասի, այսպես ասած, նաեւ հողաշեն տների այդ մարդկանց խնդիրները լուծելու համար կարևորագույն ծրագիր է։